Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հենզելն ու Գրետելը, Գրիմ եղբայրներ։ Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր ետնակինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը Գրետել։ Առանց են էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ որ ընկնում է այն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարել։ Մի օր էլ տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուրումուր գալիս, կնոջը ասում է. «Էս ինչպես պետք է անենք, այ կնիկ, իսկի բան չունենք, ինչով պիտի պահենք էս երեխաներին»։ «Գիտես, այ մարդ», պատասխանում է կինը, «արի առավոտը ծեքին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք»։ «Չէ, այ կնիկ», պատասխանում է փայտահատը, «ես այդպես բան չեմ անիլ, իմ սիրտը չի տանիլ, որ ես իմ ձեռքով իմ երեխաներին տանեմ մենակ թողնեմ անտառում, վերջապես գազանները կհարձակվեն ու կպատառոտեն նրանց»։ «Հիմար», ասում է կինը, «էսպես թե էնպես 4 սել սովամահ կորչելու ենք, էն ժամանակ գնա ու դագաղների համար տախտակ տաշի»։ Էլ հանգիստ չի տալի մարդուն, մինչև որ չի համաձայնում իր հետ։ «Բայց էլի մեղքս գալիս է խեղճ երեխաների վրա», ասում է փայտահատը կնոջ հետ համաձայնելուց հետո։ Իսկ երեխաների քունը սովից չէր տանում, լսում են ամեն բան, ինչ որ խորթմերը ասում է իրենց հորը։ Աղի լաց է լինում Գրետելը ու դառնում Հենզելին. «Մենք կորանք, Հենզել»։ «Սուս կաց, Գրետել ջան», ասում է Հենզելը, «դարդ մի անիլ, ես սրա ճարը գիտեմ»։ Եվ ահա մեծերը քնում են, թե չէ, Հենզելը վեր է կենում, իր շորերը հագնում, դուռը բաց է անում ու ծլկում փողոց։ Լուսինը պայծառ լուսավորում էր ու իրենց տան առջևը ցրված սպիտակ լափուկները արծաթի փողի նման շողշողում էին։ Հենզելը կռանում է ու գրպանն ինչքան տանում է այդ քարերով լցնում։ Հետո վերադառնում է տուն։ Գրետելին ասում է. «Հանգիստ կաց, քույրիկ ջան, քնիր, Աստված մեզ չի կորցնիլ», ու նորից պառկում է իր անկողնում։ Առավոտը ծեքում է, թե չէ, արևածագից առաջ խորթմերը գալիս է երեխաներին զարթեցնում։ «Դե շուտ արեք, վեր կացեք, ծույլեր, պատրաստվեցեք, գնանք անտառը փետ բերելու», հետո ամեն մեկին մի կտոր հաց է տալիս ու պատվիրում. «Ահա այս ձեզ տալիս եմ ճաշի համար, տեսեք, մինչև ճաշը չուտեք, թե չէ միևնույնն է, հետո էլ ոչինչ չեք ստանալու»։ Գրետելը հացը դնում է գրպանը, որովհետև Հենզելի գրպանները բերնեբերան լիքն էին քարերով, հետո վեր են կենում ու ճանապարհ ընկնում դեպի անտառը։ Մի քիչ որ անց է կենում, Հենզելը կանգ է առնում ու նայում է ետ դեպի իրենց խրճիթը ու շարունակ էդպես ետ է մնում։ Հերն ասում է. «Հենզել, ինչ ես շարունակ ետ մտիկ տալիս ու ետ մնում, հորանջելու ժամանակ չի, ոտներդ ժաշ տուր»։ «Հայրիկ, ես մեր սպիտակ կատվին եմ մտիկ տալի, այ էնտեղ կտերը նստել է, կարծես թե մեզ վերջին մնաս բարովն է ասում»։ Խորթմերը այստեղ խոսքը կտրում է. «Ապուշ, իսկի էլ են մեր կատուն չի, են կտուրի վրա սպիտակ ծխնելույզն է, որ փայլում է արևի տակ»։ Իսկ Հենզելը կտուրի վրա նայելու մասին իսկի չէր էլ մտածում, նա ետ ընկնելով իր գրպանի սպիտակ քարերն էր ցանում ճամփին։ Հենց որ հասնում են անտառի խորքը, հերն ասում է. «Դե երեխեք, փետ հավաքեցեք, ձեզ համար կրակ անեմ, որ չմրսեք»։ Ձեռած Հենզելն ու Գրետելը ցախ են հավաքում, բերում կիտուն։ Ցախը վառում են, բոցը վեր է բարձրանում, խորթմերը ասում է. «Դե երեխեք, դուք կրակի կողքին պառկեցեք ու հանգստացեք, իսկ մենք գնանք մի քիչ հեռու փետ անենք։ Պրծնենք թե չէ, կգանք ձեզ էլ կվերցնենք, միասին կգնանք տուն»։ Հենզելն ու Գրետելը կրակի կողքին նստում են, ճաշելու ժամանակն էլ որ գալիս է, ամենքն իրենց հացի կտորն ուտում են։ Եվ որովհետև կացնի ձեն էին լսում, հավատացած էին, որ իրենց հերը մոտիկ մի տեղ է, բայց որ թխկացնում էր են կացինը չէր, մի կոճղ էր, որ փայտահատը կապել էր մի չոր ծառի, քամուց գնում էր գալիս, զարկում ծառի բնին ու թրխկացնում։ Ու այսպես երեխեքը երկար նստում են, աչքները հոգնածությունից փակվում են իրանց ու խորը քնում են։ Մին էլ վեր են կենում, տեսնում են արդեն մութ գիշեր է։ Ոնց պետք է էս անտառից դուրս գանք, Հենզել։ Հենզելը սիրտ է տալիս. «Մի քիչ կաց, հրես լուսնյակը դուրս կգա, ճանապարհը կգտնենք»։ Հենց որ լուսինը դուրս է գալիս, Հենզելը քրոջ ձեռքը բռնում է ու գնում իր ցանած քարերով, որոնք արծաթի փողերի նման պսպղում էին ու ցույց տալիս ճանապարհը։ Ամբողջ գիշերը այսպես մինչև լույս գնում են ու լուսաբացին հասնում են իրենց տունը։ Դուռը ծեծում են։
Խորթմերը բաց է անում ու թեև շատ է զարմանում, որ տեսնում է Հենզելն ու Գրետելն են, բայց ասում է. «Այ դուք չար երեխեք, այսքան ժամանակ ինչ եք անտառում քնելու մնացել, մենք էլ կարծում էինք էլ չեք ուզում մեզ մոտ վերադառնաք»։ Իսկ Կերն ուրախանում է, որովհետև նրա սիրտը ցավում էր, որ իր երեխաներին մենակ անտառում էր թողել։ Մի քիչ ժամանակ անց կենալուց ետը նորից սով է ընկնում ամեն տեղ, ու նորից երեխաները լսում են, թե ինչպես իրենց խորթմերը գիշերօրն ասում է. «Էլ ետ ինչ ունինք չունինք կերանք, մենակ մի կես հաց է մնացել, էն էլ որ կերանք մեր բանը պրծած է, պետք է այս երեխացը հեռացնենք, տանենք անտառը, այս անգամ ավելի խորը, որ էլ չկարողանան ճամփան գտնեն ու ետ գան, թե չէ էլ մեծ փրկություն չկա»։ Այս բանը քարի նման ճնշում է հոր սիրտը ու միտք է անում. ավելի լավ է էն մնացած վերջին պատառն էլ բաժանի իր երեխաների հետ։ Բայց ինչ որ ասում է, կինը ոչ մի բան չի ուզում լսի, հենց մի գլուխ հայհոյում է ու նախատում. «Դե ով որ այբն ասել է, բենն էլ պետք է ասի»։ Փայտահատն էլ որ մի անգամ արդեն կնոջը հետ համաձայնել էր, երկրորդ անգամ էլ պետք է համաձայներ։ Իսկ երեխաները դու մի ասիր քնած չեն ու էս բոլորը լսում են։ Մեծերը քնում են, թե չէ Հենզելը տեղից վեր է կենում, ուզում է առաջվա նման էլի դուրս գա ու պաշարի համար գրպանը լափուկներով լցնի։ Խորթմերը դուռը փակած է լինում, չի կարողանում դուրս գնա, բայց էլի քրոջն ամեն կերպ սիրտ է տալիս։ Լաց մի լինիր, Գրետել ջան, դու հանգիստ քնիր քեզ համար, Աստված ողորմած է, մեզ չի կորցնիլ։ Առավոտը ծեքին խորթմերը գալիս է տեղներիցը վեր կացնում։ Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, հացի կտորն էլ առաջվա տվածից ավելի փոքր։ Եվ ահա անտառ գնալիս ճամփին Հենզելը գրպանում շարունակ մանրում է իր հացի կտորը, շուտ-շուտ ետ մնում ու ցանում ետևներից։ Հերն ասում է. «Հենզել, դու քանի կանգնես ու 4 կողմի վրա հորանջես, ճամփեդ գնա էլի»։ Հայրիկ, ես իմ ճրմակ աղավնուն եմ մտիկ տալիս, որ հրեն հա մեր տանիքին նստած, կարծես թե ինձ բարև է ղրկում։ Հիմար կանչում է մերը, էն իսկի էլ քո աղավնին չի, էն սիպտակ ծխնելույզն է արևի տակ սիպտակին տալիս։ Իսկ Հենզելն այդ ժամանակ հացի փշարանքները հենց գցում է ու գցում իրենց ճամփին։ Երեխաներին տանում են անտառը, այնպես մի խորը տեղ, որ իրենց օրում չէին եղած։ Էնտեղ էլ կրակ են անում ու խորթմերն ասում է. «Երեխեք, դուք նստեցեք ու թեքումները տանի քնեցեք, իսկ մենք մի քիչ ավելի խորը գնանք, փեթ հավաքենք, հետո իրիկունը, երբ որ գործներս վերջացնենք, կգանք ձեզ էլ կառնենք ու կերթանք տուն»։ Ճաշի ժամանակը որ հասնում է, Գրետելը իր հացի կտորը բաժանում է Հենզելի հետ, որովհետև Հենզելն իր հացը ճանապարհին փշրել էր։ Հետո ննջում են։ Իրիկունն էլ վրա է հասնում, բայց ոչ ոք չի գալիս խեղճ երեխաների ետևից։ Զարթնում են կեսգիշերին, Հենզելը սկսում է սիրտ տալ իր քրոջը. «Գրետել ջան, սպասիր, մինչև լուսինը դուրս գա։ Էն ժամանակ Երևան հացի փշրանքները, որ ես ճամփին շաղ եմ տվել, նրանցով կգտնենք մեր ճամփեն ու կգնանք տուն»։ Լուսինը դուրս է գալիս, թե չէ, երեխեքը ճամփա են ընկնում ետ դեպի տուն, բայց ոչ մի փշրանք չեն գտնում, որովհետև դաշտերի ու անտառների հազարավոր թռչունները վեր էին քաղել։ Իսկ Հենզելը շարունակ Գրետելին ասում է. «Ինչպես որ լինի, մենք կգտնենք ճանապարհը»։ Բայց ճանապարհը գտնել չեն կարողանում։ Թափառում են գիշերը մինչև լույս, հետո ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն ոչ մի կերպ չեն կարողանում անտառից դուրս գան։ Հետներ սովում են, որովհետև ուտելու ոչ մի բան չեն ունենում, բացի մի քանի մորին, որ էստեղ-այնտեղ կարմրին էին տալիս խոտերում։ Վերջապես, երբ որ այնքան հոգնում էին, որ երկուսի ոտներն էլ թմրում են, մի ծառի տակին պառկում են քնում։ Բացվում է երրորդ օրվա առավոտը, ինչ որ երեխեքը թողել էին իրենց օրական տունը։ Նորից ճանապարհ են ընկնում դեպի տուն, բայց ամեն մի քայլափոխով միայն անտառի խորքն են մտնում, ավելի ու ավելի խորը, եւ եթե շուտով օգնություն չհասներ, անպատճառ պետք է կորչեին։ Կեսօրին տեսնում են մի ծառի ճյուղին մի սպիտակ սիրուն թռչուն։ Այս սպիտակ թռչունը այնպես լավ է երգում, որ երեխեքն ակամայից մարում են տեղներն ու ականջ են դնում նրան։ Լռում է թե չէ, թևին է անում, երեխանց կողքից թռչում նստում մյուս ծառին։ Երեխաներն էլ նրա ետևից այսպես գնում են գնում, մինչև որ հասնում են մի տնակի։ Այս տնակի տանիքին թռչունը իջնում է։ Երեխեքը մոտենում են տնակին, տեսնում են ինքը տունը ամբողջովին հացից է շինած, կտուրը գաթից, իսկ լուսամուտները թափանցիկ շաքարից։ Ահա հետ սրանից էլ կսկսենք, ասում է Հենզելը, մի լավ քեֆ կանենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էլ լուսամուտից կեր, Գրետել, ով գիտի ինչ անուշ է, չէ՞։
ու Հենզելը ձգվում է դեպի վերև, տանիքից մի փոքր կտոր է կտրում, Գրետելն էլ կռանում է, սկսում է լուսամուտի ապակին ուտել։ Հենց այս ժամանակ ներսից մի բարակ ձայր է գալիս. Կրծ, 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 խս, 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 էս ով է կրծում տունս։ Երեխեքը պատասխանում են. Էս քամին է անում խիստ, չարաճճին անհանգիստ, ու առանց սրանից շփոթվելու շարունակում են ուտել։ Հենզելին տանիքն այնքան դուր էր եկել, որ մեծ կտոր կտրեց, իսկ Գրետելը լուսամուտից հանեց մի ամբողջ պապակի, տեղն ու տեղը նստեց ու անուշ ուտում էր։ Մին էլ հանկարծ դռները ետ են բացվում ու իր գավազանին հենված դուրս է գալիս մի պառավ կին։ Հենզելն ու Գրետելը այնքան են վախենում, որ պատառները ձեռներից վեր են գցում, իսկ պառավը գլուխը շարժելով առաջ է գալիս։ Վույ երեխեք ջան, էդ ով բերեց ձեզ էստեղ, ներս եկեք, ինձ մոտ կացեք, մի վախենաք, ոչ մեկիդ վնաս չեմ տալ, ասում է թաթներիցը բռնում ու ներս տանում է լավ նախաճաշ է տալիս, էլ կաթ, շաքարահաց, էլ խնձոր, էլ ընկույզ, հետո երկու տեղ է գցում մաքուր ճերմակ։ Հենզելն ու Գրետելը, որ պառկում են, այնպես է թվում, թե դրախտն ընկան։ Դու մի ասիլ, պառավն էսպես բարի փաղաքուշ է ձևանում, բայց իսկապես մի չար կախարդ է եղել։ Ամեն կերպ հետևում է երեխաներին ու դիտմամբ էլ տունը հացից է շինել, որ նրանց հեշտ գրավի դեպի իրեն։ Ով ճանկն է ընկնում, սպանում է, եփում, լափում է, նրա համար մի ուրախություն է։ Կախարդների աչքերը սովորաբար կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես։ Անցկենող մարդու օդը հեռվից են իմանում, երբ որ Հենզելն ու Գրետելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, չարախնդաց ծիծաղում ու վրչում. սրանք արդեն ճանկումս են, սրանք էլ ինձանից չեն պրծնիլ։ Առավոտը ծեքին երեխաներից առաջ չար կախարդը մի շուտ տեղից վեր է թռչում ու երբ տեսնում է նրանց այնպես խաղաղ քնած, լիքը վարդագույն թշերով իրեն մռմռում է. Ուխա, ինչ անուշ պատառներ են։ Հենզելին բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քաշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում այնտեղ գոռա, ինչքան սիրտը կուզի։ Ինչքան էլ գոռա, էլ ինչ պետք է անի։ Հետո գնում է Գրետելի ետևից, հրում է ու ճղճղում. Դե շուտ վեր կաց, ծույլ աղջիկ, գնա ջուր բեր, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր։ Հրեն հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի լավ չաղանա ինձ համար։ Պետք է չաղանա, որ ուտեմ։ Գրետելը ուզում է լաց լինի, բայց ամեն ինչ զուր էր, մնում է սուսուփուս պառավի հրամանները կատարել, ու սկսում է Հենզելի համար համով կերակուրներ եփել, իսկ իրեն Գրետելին բացի չոր ոսկորներից բան չէր տալիս։ Ամեն առավոտ պառավը գնում է հավանոցի դուռը կտրում ու կանչում. Հենզել, մատդ դեսը մեկնիր, տեսնեմ չաղացել ես, թե չէ։ Հենզելը մատի տեղակ միշտ մի ոսկոր է դուրս մեկնում, պառավն էլ, որ լավ չի տեսնում, չի կարողանում ջոկին, մտածում է, որ Հենզելի մատն է ու զարմանում է, թե ինչպես է, որ Հենզելն իսկի չի չաղանում։ Էսպես 4 շաբաթ անց է կենում, Հենզելը էլի մնում է նիհար, պառավի համբերությունը հատում է ու էլ չի ուզում սպասի։ Դե հայդե Գրետել, գնա ջուր բեր, չաղ լինի, թե նիհար, միևնույն է, էգուց Հենզելին մորթելու եմ, եփեմ ուտեմ։ Ինչքան է դարդանում խեղճ Գրետելը, ինչքան է դարդանում ջուր բերելիս։ Ողորմած Աստված, դու մեզ օգնության հասնես, կանչում է նա։ Երանի թե անտառում է մեզ գազանները պատառոտեին, գոնե ես ու Հենզելը միասին կլինեինք։ Զուր սիրտդ մի մաշի, ասում է պառավը, միևնույնն է, ոչ մի բան չի օգնի։ Առավոտը վաղ Գրետելը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակին կրակ աներ։ Ամենից առաջ դեռ մի թխված կանենք, ես արդեն փուռը վառել եմ ու խմորը հունցել, ասում է պառավն ու տանում է խեղճ Գրետելին փռան առաջը կանգնեցնում, հրում է դեպի բոցավառ փռան բերանը։ Մտիր, ասում է, գնա տես փետերը լավ են դարձած, լավ են էջվում, խմորը գնդելու ժամանակն է, թե չէ։ Ուզում է Գրետելը կռանա, թե չէ, բոթի գցի փուռը ծածկոցը դնի, որ Գրետելը փռումը խորովվի, հետո հանի ուտի։ Բայց Գրետելը գլխի է ընկնում, թե պառավի մտքում ինչ կա, ասում է. Ես չեմ իմանում ինչպես անեմ, որ մտնեմ մեջը։ Հիմար անասուն բարկանում է պառավը, չես տեսնում ահագին փռան բերանը, մտի կարա, քիչ է մնում ես էլ մտնեմ մեջը։ Ու ճիշտ որ տմբալով մոտենում է փռանը, մինչև անգամ գլուխն էլ փռան բերնից ներս է կոխում։ Այստեղ Գրետելը հանկարծ ետևից այնպես է ներս բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջը, իսկույն ետևիցը ծածկոցը ամուր դնում է ու փակիչը ետևից գցում։ Պառավը ոռնում է, ոնց է ոռնում, բայց Գրետելը ետ է վազում ու անխիղճ վհուկն էլ այնպես էրվում է պրծնում։
Գրետելը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում. Հենզել, Հենզել, մենք ազատվեցինք, չար պառավը կործանվեց։ Դուռը բացվում է, թե չէ, թռչունի նման, որ վանդակում փակված կլինի ու դուռը բաց կանեն, Հենզելը դուրս է թռչում։ Ոնց են ուրախանում երկուսով, ոնց են ուրախանում, իրար ճտով են ընկնում, թռշկոտում են, համբուրվում են, եւ որովհետեւ ոչ ոքից վախ չունեին, գնում են մտնում պառավի տնակը, իսկ պառավի տնակի բոլոր անկյուններում դարձված են լինում մարգարտով ու անգին քարով լիքը սնդուկները։ Էս մեր դռան լափուկներից հո ավելի լավն են, ասում է Հենզելն ու գրպանները, ինչքան որ կտանեին լցնում է։ Իսկ Գրետելն ասում է. Ես էլ եմ ուզում մի բան տանեմ տուն, ու նա էլ գոգնոցն է լցնում պռնգ։ Դե հիմի գնանք, հեռանանք էստեղից, ասում է Հենզելը։ Քանի լույս է պետք է դուրս գանք էս կախարդված անտառից։ Մի քիչ որ ճանապարհ են կտրում, հասնում են մի գետակի։ Մենք ինչպես անցնենք էս գետը, ասում է Հենզելը։ Ոչ անց ունի, ոչ կամուրջ։ Գոնե մի նավակ էլ չկա, վրա է բերում Գրետելը։ Ահա մի սպիտակ բադիկ է լողում, արի խնդրեմ, գուցե մեզ օգնի անց կացնի։ Ու կանչում է. Բադիկ, բադիկ, սիրուն բադիկ, լող տուր դեպ մեզ, արի մոտիկ, շվարել ենք, Հենզելն ու ես, արքո մեջքին անց կացրու մեզ։ Բադիկը մոտենում է ափին, Հենզելը նստում է բադիկի մեջքին ու քրոջը կանչում է, որ նա էլ գա գավակին նստի։ Չէ, պատասխանում է Գրետելը, բադիկը չի կարող երկուսիս էլ միասին տանի, ծանր կլինի, ջոկ կտանի։ Այդպես էլ անում է բարի թռչունը։ Ջուրը որ անց են կենում ու մի քիչ ճանապարհ են գնում, անտառը հետզհետե ծանոթ է թվում ու վերջապես նկատում են իրենց հորական տունը։ Այստեղ սկսում են վազել, ինչքան ոտներումը ուժ ունեին, ներս են թափվում ու ընկնում են իրենց հոր վզովը։ Հերն էլ մի հանգիստ ժամ չէր ունեցել են օրվանից, ինչ երեխացը թողել էր անտառում, իսկ խորթմերը արդեն մեռել էր։ Գրետելը իր գոգնոցը բաց է թողնում ու միջի եղածը հոր առաջին շուռ տալիս, այնպես որ մարգարիտները ու անգին քարերը շաղ են անցնում տանովը մին, իսկ մյուս կողմից էլ Հենզելն է բուռը հանում ու թափում իր գրպանից։ Էստեղ էլ ամեն ցավ ու հոգս վերջանում են ու ապրում են միասին ուրախ ու անհոգ։ Ահա եւ վերջ երեխաներս։ Եվս մի գեղեցիկ հետաքրքիր հեքիաթ կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակոճակը, որպեսզի լսենք հաջորդ հեքիաթները։ Ցտեսություն։